Տեր, ամենակարող, սիրող և գթասիրտ Աստված, շնորհակալ եմ քեզանից այսօրվա համար։ Շնորհակալ եմ, որ կյանք ես պարգևել մեզ, ընտանիքներ ես տվել և ամենից առաջ այն հայրերին, ովքեր ընտանիքի հիմքն ու պաշտպանն են։ Տեր, ես գալիս եմ քո առջև բարեխոսելու բոլոր հայրերի համար։ Խնդրում եմ, որ քո ձեռքը լինի նրանց վրա, որ յուրաքանչյուր հայրը հասկանա իր մեծ կոչումն ու պատասխանատվությունը։ Քո խոսքում գրված է. «Ահա ես և իմ տունը կծառայենք Տիրոջը»։ Այս խոստումը թող լինի յուրաքանչյուր հոր սրտում, որպես ուղեցույց և հավատքի հիմք։ Տեր, մենք ապրում ենք ժամանակներում, երբ ընտանիքի արժեքը խեղաթյուրվում է և հորդերը շատ դեպքերում նվազեցված կամ անտեսված է։ Բայց ես հավատում եմ, որ դու չես փոխել քո խորհուրդը։ Հայրը շարունակում է մնալ տան գլուխը, առաջնորդը, ուսուցիչը և պաշտպանը։ Ես աղաչում եմ, զորացրու բոլոր հայրերին, որպեսզի նրանք իրենց ընտանիքները առաջնորդեն քո ճշմարտությամբ և պահեն նրանց քո սիրո մեջ։ Թող ոչ մի քամի կամ փոթորիկ չկարողանա խախտել նրանց հավատարմությունը քեզ։ Տեր, օրհնիր բոլոր հայրերի սրտերը։ Թող նրանք սովորեն սիրել այնպես, ինչպես դու ես սիրել մեզ, անսահման, անշահախնդիր և զոհաբերվող սիրով։ Թող նրանք իրենց կանանց սիրեն, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր կյանքը տվեց նրա համար։ Թող նրանց սերը լինի կենդանի օրինակ երեխաների համար։ Երբ երեխան տեսնում է հոր և մոր միջև եղած սերը, նա սովորում է, թե ինչ է իրական հավատարմությունը և հոգատարությունը։ Տեր, օրհնիր հայրերին իմաստությամբ։ Շատ անգամ նրանք կանգնում են բարդ որոշումների առջև, կապված իրենց աշխատանքի, երեխաների դաստիարակության, ֆինանսների կամ ընտանեկան հարցերի հետ։ Թող նրանք իրենց սեփական ուժերին չվստահեն, այլ փնտրեն քո առաջնորդությունը։ Քո խոսքում գրված է. եթե որևէ մեկին իմաստություն պակասի, թող նա խնդրի Աստծուց, ով տալիս է բոլորին առատությամբ և առանց նախատելու։ Թող ամեն հայր դառնա իմաստուն առաջնորդ, ոչ թե հենված իր փորձի վրա, այլ քո գիտության և հոգու։ Տեր, խնդրում եմ, դարձրու հայրերին աղոթող մարդիկ։ Թող նրանք իրենց զավակների աչքին լինեն օրինակներ, ոչ թե միայն խոսքով, այլ գործով։ Թող երեխաները տեսնեն, որ իրենց հայրերը ծնկի են գալիս քո առջև և աղոթում են իրենց ընտանիքի, երկրի և եկեղեցու համար։ Թող դա լինի ամենամեծ դասը նրանց համար, իմանալու, որ իսկական ուժը գալիս է քո ներկայությունից։ Սաղմոսերգուն ասում է. «Երանի այն մարդուն, որը վախենում է Տիրոջից, նրա սերունդը զորավոր կլինի երկրի վրա»։ Տեր, օրհնիր հայրերի աշխատանքը։ Շատերը հոգնում են իրենց ընտանիքների կարիքները հոգալիս, բայց թող նրանք իմանան, որ իրենց աշխատանքը պարզապես հացի միջոց չէ, այլ նաև քո պատվիրանն է։ Թող նրանք ազնվությամբ աշխատեն և ամեն օր ցույց տան իրենց երեխաներին, որ ճշմարտությունն ու արդարությունը միշտ ավելի կարևոր են, քան շահը։ Թող նրանք երբեք չընկնեն անազնվության կամ գայթակղության մեջ, այլ ամեն բան անեն որպես քեզ ծառայություն։ Տեր, խնդրում եմ, բուժիր այն հայրերին, որոնք կրում են անցյալի վերքեր կամ մեղքի ծանրություն։ Ոմանք գուցե իրենց ընտանիքի հանդեպ սխալներ են գործել, երբեմն թերացել են, բայց ես հավատում եմ քո խոսքին։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, նա հավատարիմ է և արդար, որ ների մեզ և մաքրի մեզ ամեն անիրավությունից։ Թող յուրաքանչյուր հայր զգա ազատագրություն քո ներողամտության շնորհիվ և ապրի մաքուր կյանքով։ Տեր, պահպանիր հայրերին թշնամու գայթակղություններից։ Այս օրերում սատանան փորձում է գողանալ նրանց ուշադրությունը, բայց ես հռչակում եմ քո խոսքը նրանց կյանքում։ Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա։ Թող նրանք լինեն սթափ, զգոն և լցված քո հոգով, որ չընկնեն թշնամու ծուղակների մեջ։ Տեր, լցրու նրանց սրտերը խաղաղությամբ,
շատ հայրեր անհանգստանում են իրենց երեխաների ապագայի, իրենց ընտանիքի ապահովության համար։ Բայց թող նրանք հիշեն քո խոստումը։ Մի անհանգստացեք ոչ մի բանի համար, այլ ամեն բան աղոթքով եւ շնորհակալությամբ ներկայացրեք Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որը գերազանցում է ամեն հասկացողություն, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը։ Թող նրանց սրտերը հանգստանան քո ներկայության մեջ։ Տեր, օրհնիր այն հայրերին, որոնք հոգնել են։ Նրանք աշխատում են օր ու գիշեր, բայց երբեմն ուժը սպառվում է։ Դու դարձիր նրանց զորության աղբյուրը։ Քո խոսքն ասում է. երիտասարդները կհոգնեն ու կդանդաղեն, բայց ովքեր հույսը դնում են Տիրոջ վրա, նրանք կնորոգվեն ուժով և կսավառնեն ինչպես արծիվները։ Թող հայրերը ամեն օր նորոգվեն քո ուժով։ Տեր, օրհնիր նրանց երեխաների հետ ունեցած հարաբերությունները։ Թող նրանք ոչ թե խիստ, այլ սիրող, հասկացող և առաջնորդող լինեն։ Թող երեխաները վստահեն իրենց հայրերին և իմանան, որ միշտ կարող են ապավինել նրանց։ Քո խոսքն ասում է. հայրեր, մի զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Տիրոջ խրատով և ուսուցումով։ Տեր, օրհնիր այն հայրերին, ովքեր դեռ չեն ճանաչում քեզ։ Թող նրանց սրտերը փափկեն և նրանք հասկանան, որ իրական ուժն ու արժանապատվությունը քեզնից է գալիս։ Թող նրանք ընդունեն քեզ որպես իրենց Տեր և Փրկիչ և վերածնվեն քո հոգով։ Թող բոլոր ընտանիքները վերածվեն հավատքի տների։ Տեր, վերջապես աղաչում եմ, որ յուրաքանչյուր հայր զգա իր արժեքը։ Թող ոչ մի հայր չմտածի, թե ինքը աննշան է կամ մերժված։ Թող նրանք հասկանան, որ ընտրված են քո կողմից, որպես ընտանիքի առաջնորդներ։ Թող նրանք քայլեն վստահությամբ, որ դու ամեն օր նրանց հետ ես և երբեք չես լքի նրանց։ Շնորհակալ եմ, Տեր, որ լսում ես այս աղոթքը։ Թող այս աղոթքը դառնա օրհնություն բոլոր հայրերի համար, Հայաստանով մեկ և ամբողջ աշխարհում։ Թող մեր ընտանիքները լինեն ամուր և հայրերը անսասան հիմք, որի վրա կառուցվում է տունը։ Թող ամեն հայր ապրի այնպես, որ իր երեխաները տեսնեն քո լույսը նրա մեջ։ Աղոթեցինք Հիսուսի անունով։ Ամեն։